Գեորգ ջան, այսօր մենք տեղեկացանք, որ բազմաթիվ հոգևորականներ ձերբակալվել են, տարվել են քննչական, մի քանի հոգևորականներից ընդհանրապես տեղեկություն չկա, փաստաբանները դիմում են քննչական կոմիտե եւ որևէ պատասխան չեն ստանում պաշտպանական կողմը ընդհանրապես թե որտեղ են այդ հոգևորականները գտնվում, այդ թվում նաեւ Տեր Մկրտիչ Պրոշյանը, որը հանդիսանում է Արագածոտն մարզի թեմի առաջնորդ, ինչի նշան է սա Նիկոլ Փաշինյանի գործողությունների հերթական Միքայելը կամ նույն Փաշազադեի հրահանգը, որը հնչել էր 2 օր առաջ, դրա հետ է կապված սա։ Դրանք իրար հետ կապված են ի սկզբանե։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի արշավը, ուրեմն հայ առաքելական եկեղեցու դեմ, սկսվեց այն բանից հետո, երբ որ Փաշիզադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է վտանգ իրենց համար եւ վտանգ է խաղաղության համար եւ այլն։ Օրերս մենք տեսանք, որ Փաշիզադեն նորից հայտարարություն արեց եւ անգամ նամակով դիմել էր ՄԱԿ հայ առաքելական եկեղեցու դեմ եւ նորից անմիջապես հաջորդեց հարվածը Նիկոլ Փաշինյանի կողմից հայ առաքելական եկեղեցուն։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան եւ նաեւ իր սատելիտ Ադրբեջանը խիստ մտահոգված են հայ առաքելական եկեղեցու հեղինակությամբ։ Թուրքիան միշտ ունեցել է պահանջներ Հայաստանից, որպեսզի Հայաստանը հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչումից, որը արդեն պաշտոնապես այս իշխանությունները արել են։ Երկրորդ կետը եւ այդ կարևոր կետերից մեկը հենց հայ առաքելական եկեղեցու ճնշումն է։ Ինչու է Թուրքիային եւ Ադրբեջանին անհանգստացնում մեր եկեղեցին, որովհետեւ մենք հանդիսանում ենք առաջին քրիստոնեական պետությունը եւ մեր եկեղեցին համապատասխանաբար առաջին քրիստոնեական եկեղեցին է, որը ունի շատ մեծ հեղինակություն քրիստոնյա աշխարհում։ Հիշեցնեմ, որ երբ որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հռոմի Պապը այցելեց Հայաստան, նա առանձնակիորեն նշեց, որ ինքը այցելել է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը։ Հետագայում կաթոլիկ եկեղեցին ուրեմն նարեկացուն, այսպես ասենք, թագադրեց, նշանակեց տիեզերական եկեղեցու անդամ, եւ այս ամենը ուղղորդվեց նույնպես հայ առաքելական եկեղեցու փառաբանումներով, մեր ներկայացուցիչները այնտեղ գտնվում էին, ամբողջ արարողությանը ներկա էին, նորից շեշտվեց, որ հայ առաքելական եկեղեցին աշխարհի առաջին եկեղեցին է։ Եվ այսպիսի պայմաններում այդ եկեղեցին ունենում է միջազգային մեծ հեղինակություն։ Իսկ Թուրքիային եւ Ադրբեջանին դա ձեռնտու չէ։ Սա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահանգով հարվածներ են հասցնում հայ առաքելական եկեղեցուն եւ դա անում են նրանց հետ համատեղ։ Ինչպես նախկինում Փաշիզադեի հայտարարությանը հետևեց Նիկոլ Փաշինյանի արշավը, այդպես էլ այս դեպքում։ Իսկ ներհայաստանյան օրակարգում սա ինչ նշանակություն ունի, որտեղ ներկայդրությամբ մենք ունենք Շիրակի թեմի առաջնորդը, որը արդեն դատապարտված է 2 տարվա ազատազրկման, Տավուշի թեմի առաջնորդի դատը դեռ շարունակվում է, հիմա էլ ունենք 3-րդ թեմի առաջնորդի, որը նույնիսկ դեռ պարզ չի ինչ հանգամանքներ են եւ ամեն ինչ արվում է ինչ զուտ պրոստը հարցազրույցի ընթացքում խոսքերի հիման վրա հաղորդած տեղի ունենում քրեական օրենսգրքի ուրեմն օգտագործմամբ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ արշավ։ Եվ այդ մարդկանց դարձրել են քաղաքական բանտարկյալ, բանտարկում են նրանց ճնշելու համար հայ առաքելական եկեղեցուն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի խնդիրն է ջախջախել հայ առաքելական եկեղեցին, նրան դարձնել անողնաշար եւ անարժեք երևույթ, մանավանդ ուրեմն միջազգային հանրության համար, որպիսի նրա հեղինակությունը անկում ապրի։ Հիշենք, որ ժամանակին կաթոլիկ եկեղեցին ինչ ճգնաժամ էր ապրում, երբ որ բացահայտվում էին, որ որոշ հոգևորականներ զբաղվել են պետաֆիլիզմով, ձերբակալվում էին այդ հոգևորականները եւ այլն, եւ կաթոլիկ եկեղեցու միջազգային հեղինակությունը իջավ մինչև հատակ։ Անգամ Հռոմի Պապը ստիպված եղավ ամբողջ աշխարհից ներողություն խնդրել իր սպասավորների նման վարքագծի համար։
Նմանատիպ մի գործողություն փորձում է անել Նիկոլ Փաշինյանը, հարուցել քրեական գործեր, ցույց տալ աշխարհին իբրև թե հայ առաքելական եկեղեցին դա ինչ որ հանցագործների խումբ է, ինչը եւ փորձում է անել Փաշիզադեն, հայտարարելով, որ հայ առաքելական եկեղեցին վտանգավոր երևույթ է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ստեղ խոսքը ոչ թե անձերի մասին է, այլ կարևոր է հենց դատապարտելի է հենց այս երևույթը։ Խոսքը գնում է մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարցելու մասին։ Կոնկրետ հոգևորականներին հետապնդելը։ Հա, չէ, առհասարակ որևիցե քաղաքացու հետապնդելու, որովհետեւ մարդուն հետապնդել իր քաղաքական հայացքների համար կամ այն բանի համար, որ ինքը հանդիսանում է եկեղեցու սպասավոր, դա անթույլատրելի է։ Եթե մենք բնութագրում ենք տվյալ գործողությունը, այստեղ անձերը էական չեն։ Էական է, որ պետությունը փորձում է հարվածել կառույցին, այսինքն հայ առաքելական եկեղեցուն։ Եվ այդ կառույցի համբավին։ Միանշանակ այդ եւ մանավանդ նրա միջազգային համբավին, որովհետեւ ներազգային համբավին նա չի կարողանում հարցակումները չեն հասնում իրենց նպատակին եւ դա հանրությունը ակնհայտորեն ցույց է տալիս։ Այսինքն նրանք անընդհատ փորձում են եկեղեցու վերաբերյալ տարբեր ուրեմն եթերներում, Facebook-յան կամ սոցիալական այլ ցանցերում տարածում են անընդհատ իրենց թմակիցները տարածում են վարկաբեկող ուրեմն տարբեր հայտարարություններ, սակայն հանրությունը ոչ միայն դրանց չի հավատում, այլ ընդվզում է այդ հայտարարությունների դեմ եւ հայտարարում է, որ ինքը հայ առաքելական եկեղեցու կողքին է։ Սակայն իր գործողությունները միտված են միջազգային հեղինակությունը եկեղեցու կոտրելու։ Սա է պատճառը, որ նա անընդհատ հարձակվում է հայ առաքելական եկեղեցու վրա, նորից հիշեցնեմ Ադրբեջանի հետ համատեղ։